ամեն մի հայ, որ իրեն հայ է համարում, ինքում անպայման իր հավատքը, այդպես հայ չկա, որ ինքը անհավատ լինի։ Ես իմ համոզմունքս ասեմ, գուցե շատերին թվա, որ ինչ-որ ծննդաբանություն կամ ինչ-որ երևակայություն, բայց ես հակված եմ այն մտքի հետ, որ լեզվաբանական լեզվի մեջ է ամբողջ մեր գաղտնիքներն ու ուժը։ Ես նայում եմ 4 տար Հ, Ա, Յ, Ր։ Հայր, այսինքն մեր հայրը արարեց մեզ եւ այլն արարիչ, այսպես վերցնենք։ Հայրը իսկական ամենամեծ արարիչը իր անունից մեկ տակ պակասեցներով մեր ազգին կոչեց հայ եւ օժտեց ամենահարուստ այդ թե լեզվով, թե գիտությամբ, թե այսինքն աստվածները շատ տեղեր մենք տեսնում ենք, որ ասում են աստվածները եկան ընդհանուր միջև աշխարհի ծայրերը չուկչաները եւ այլն ասում են եկան գալիս են աստվածները մեզ նույնիսկ մեր քոչարին այդտեղ այսօրվա օրով ապարում են այսօրվա օրով փաստեր կան որ մեր հետքերը ամենտեղ կա ոչ թե եւ այսինքն հայը ինքը եղել է մի չափանիշ որակյալ մարդու ամենավորակյալ այդ որ ընդգծվել է իր ամբողջ լավագույն այդ իր ունակություններով եւ հայրը առաջինը հային իր զավկին ստեղծելով օժտել է ամեն ինչ տվել է մեզ ես իմ գաղափարին պետք է կամ այսօր մենք հեռացել ենք իրոք հեռացել ենք մեր հորից եւ որ կդառնանք մեր արմատներին մենք կհզորանանք նորից եւ ինձ թվում է ես զգում եմ մի բան կարծես մի պատնեշ կա անտեսանելի, բայց բոլորս տարապում ենք նույն խնդրով, բայց ոչ մեկս չենք կարողանում շարժել, ինչ որ մի բան անտեսանելի մեզ դեռ չի թողում, որ մենք մեր հոգու այդ պորտկումը կատարենք։ Ես կարծում եմ այդ պահը պիտի գա մոտիկանա եւ հույսով եմ, որ մենք դրան կհասնենք։ Մենք աշխարհը մենք ոչ թե պիտի հպարտանանք, որ գիտես, մենք հայ ենք առաջինը անենք ընդունեցա, մենք լինելով ամենալավագույնը պիտի լինենք ամենահամեստը, ապացուցելով, որ դա է որակը։ Համեստ ենք էլի, որ ցեղասպանվել ենք, դրել ենք, ուզում եք նայել։ Ես նոր կարամ մի երկու բառել ես ասեմ։ Իհարկե։ Ես ամեն ինչը լսելով, ես որ կամ մի եզրահանգության ժամանակն է, որ մենք մեր մասին չխոսանք ինչու, որովհետև հենց այսօր մեր մասին ավելի շատ խոսում են այլ ազգերը, նույն գերմանացի, հովանավորել են ցեղասպանությունը, նույն ռուսները, ովքեր հովանավորել են ցեղասպանությունը, իռլանդացիները, անգլիացիները, այսինքն աշխարհի այն գիտակից պատմություն իմացող ազգերը, հին ազգերը, որոնք գիտակցել են հայի դերակատարությունը աշխարհի քաղաքակրթության մեջ, այսօր չնայած այսօրվա ապիկար իշխանություններին, որոնք տանում են լրիվ ապազգային քաղաքականություն, մեր փոխարեն իրենք են տարբեր հաղորդումներով, տարբեր մեսեջներով անդրադառնում հայ ազգի առաքելությանը համաշխարհային դերակատարության մեջ եւ դրա վառ օրինակներից մեկն է, որ այսօր Ֆրանսիան, որը բազմիցս մերժված է եղել այսօրվա ապիկար չոլանային, ոչլային իշխանությունների կողմից, այսօր նպատակասլված հյուպատոսարան է բացել Գորիսում, սա գիտեք ցուցանիշ է, ցուցիչ է նրա, որ հայ ազգը գնահատված է եւ մենք չէ որ պետքա ինքներս մեզ մեծարենք, այո մենք
քիչ ենք, շատ չենք, ամբողջ աշխարհով 10 միլիոն ենք, 12 միլիոն ենք, չնայած դա իջացված է այդ թիվը։ Մենք շատ ավելի ենք, երևի 30-40 միլիոն ենք, որովհետև Ռուսաստանում, տարբեր երկրներում արտագաղթելով ասիմիլացվել են, ազգանունները փոխվել են եւ այլն, բայց հայի գենը իմ վերլուծականն է դա, որ հայի գենը մինչև հիմա եղել է, կա եւ լինելու է եւ գործոն ունի մարդկության ճիշտ մտածելակերպի վրա։ Հայը, տեսեք, այսօր մեծագույն վտանգի առաջ է կանգնած, շատերը տարակուսում են, բայ Ադրբեջանը սենց հանում, Թուրքիան նենց հանում, հայերը ուտում խմում են, բանի վեճները չի, բայց միգուցե հայը վստահ է իրա, ոնց ասեմ, աստվածային առաքելության վրա, որ ասում է հնարավոր չի մեզ վերացնել այդ 198 ՄԱԿ-ի ընտանիքի անդամներից մեկը, որ մենք ենք, 2-3 միլիոնանոց պետականություն ունեցող հաշվարկով պետություն, ամենափոքրն ենք բանով, բայց մենք գոյություն ունենք, կանք, լինելու ենք եւ դեռ շատանալու ենք։ Այս խոսքերը ես չեմ ասել, մեր մեծերի խոսքն է եւ դա ապացվում է բոլոր առումներով։ Սանով ես չեմ ուզում մեր հայ ազգին թմրացնել, թմբիրի մեջ գցել, որ գիտեք ապավինեք մենակ Աստծուն։ Առաջին հերթին հայը միշտ ապավինել է իրան։ Նոր մենք նշեցինք մայիսի